Բարի կեսօր, Վանաձայնի եթերում Հայաց Գերևանից հաղորդաշարն է, ես Վահագն Զաքարյանն եմ, բարեկամներ, այսօր իմ զրուցակիցն է բժիշկ, գրող, հրապարակախոս, Նյու Յորքի Գիտությունների Ակադեմիայի պատվավոր անդամ Հակոբ Այնթապլյանը եւ մենք այսօր պետք է անդրադառնանք դոկտոր Այնթապլյանի Լիբանան կատարած այցին, պետք է ներկայացնենք հակիրճ ինչ տեղի ունեցավ, ինչ հանդիպումներ էին եւ նպատակը այցի, պարոն Հակոբ։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Լիբանանը ավելի ճիշտ է Բեյրութը եղած է սպիրկահայության մտավորական միջնապերտը հայոց ցեղասպանությունների ետքը սերունդը որբեր որեին կամ քաղաքտականները հաստատվեցան սկզբնական շրջանին Հալեբի շրջակայքը եւ աստիճանաբար քանի որ ֆրանսացիները քաշվեցան Սյուրիայեն դեպի Լիբանան անոնց հետը հայերն հոն հաստատվեցան եւ գլխավորաբար Անտիլիասի շուրջը Անտիլիասը հոգևոր եւ մտավոր սնուցում եղավ հայության եւ մտավորականները քանի որ Անտիլիասի շուրջը են հաստատեցին դպրոցներ թատորական խումբեր թերթեր հրադարագություններ եւ Անտիլիասին ավարտողներ եւ վերջը դպրոցները ավարտողները սկսան սփռվել սպիրկի զանազան գետրոնները հիմնելով թերթեր լալով դպրոցներու հիմնադիրներ եւ դեսուչներ ուստի Լիբանանը մեծ թեր խաղաց հայ մտավորականության արձարծման եւ արդյունաբերության մեջ սպիրկի մեջ եւ մենք ներգայիս անդարբեր չենք կրնամնալ ադոր եւ այցելեցինք Բեյրութ եւ Անջարը մեր հետը դանելով արժեքավոր մտային մշակութային երաժշտական կարևոր անձնավորություններու արկածիկները Հովհաննես Թումանյան եւ Կոմիտաս Վարդապետ Եվ սա համատեղ ձեռնարկ էր Գոհարի հետ այնուամենայնիվ սա առաջինն էր հուսանք վերջինը չի լինի եւ տպավորությունները նաեւ այդ ձեռնարկից Գոհար երջախումբը մեծ թեր խաղացած է սպիրկի մեջ անցյալ 15-20 տարվա ընթացքին վերարձարձելով զուլալ հայերեն քերչկական եւ ժողովրդական եւ ֆեդայական երգերը հայրենասիրության եւ հայ ոգիի տարածման ուստի անցյալ տարի որ այցելեցին քրաթարանի մեջ նկատեցինք փոքր քրքույկներ որոնք իսկապես արժեքավոր էին եւ նշանակալի մեկը Կոմիտաս Վարդապետի մյուսը Հովհաննես Թումանյանին եւ որոշեցի որ վերահրադարագենք եւ դարածենք Հայաստանի եւ Սպիրկի մեջ Պարզ է իսկապես գեղեցիկ շատ արժեքավոր միջոցառում տեղի ունեցավ սա նաև շարունակական կարող է լինել նաև հայրենիքում կարելի է նույն գրքերի շնորհանդեսը կազմակերպել ամեն դեպքում տպավորությունները շատ բարձր են տպավորությունները շատ հիշատակելի են այո հանդիսադեսը ոգևորված էր եւ անոնք որ գտիդեին YouTube-ի միջոցով երգերը Կոմիտասի միաժամանակ իմ ելույթս որ պատկամը երկու էր մարդուս արժեքը գիմաստավորվի եւ որ ծառայե իր աստուծուն եւ իր հայրենիքին Կոմիտասը աս երկու կրած է Հովհաննես Շիրազնալ երկրորդը ծառայած է ասկինգե ուստի օրինագելի անցիկ են եւ օրինագելի են արան քրկուկները որ վերահրադարագեցինք եւ փաչղեցինք
Պարզ է, պարոնակոպ, այս պահին մենք հնարավորություն ունենք այդ ձեռնարկից մի փոքր հատված դիտելու եւ շարունակելու մեր զրույցը։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցն է դոկտոր Հակոբ Այնթապլյանը։ Այս պահին պետք է դիտենք, լսենք հենց նշված ձեռնարկից մեկ հատված եւ շարունակենք մեր զրույցը, խնդրեմ։ Բարեկամներ, շարունակվում է Հայաց Երևանից հայտագիրը Վանաձայնի եթերում։ Քիչ առաջ դիտեցինք Գոհարի հետ համատեղ տեղի ունեցած ձեռնարկից մի փոքրիկ հատված, գրքերի շնորհանդեսը ներկայացվեց եւ շարունակում ենք զրույցը դոկտոր Հակոբ Այնթապլյանի հետ։ Նախ առաջին ձեռնարկը տեղի ունեցավ Մխիթարյանների մոտ, հետո Գոհար, հետո Անճար։ Ուրեմն նախ առաջին ձեռնարկը խոսին արհեստավարժ գերբով գազմագերբված սկանչելի սրահի մեջ բարոն Հարություն Խաչատրյանը քոհար գազմագերբության դնորենը ամեն չանք տապած էր որբեսի ներգայանալի լա եւ եվրոպական մակարդակով որուն համար չափազանց շնորհակալ մի վերախտաբարդ եմ եւ ամեն գերբով մեր ազ հաջողությունը եւ ցերնարգին հաջողությունը իրեն գբարտինք Մխիթարյան դպրոցը հոգեհարազատ է ինձի բավական թիվով 200-ի ավելի աշակերտներ կային որոնք լուր ու մունջ կհետևին ցերնարգին եւ պետք եղած պատկամ արին որ Մխիթարյանները նվիրված են թե Աստուծո եւ թե ասկին իրենց առաքելությունը անի տաստիարակել ծերուտը որ ոչ միան արհեստավար ժաբակա ունենա եւ հաջողի այլ լա օրինագելի հայեր իսկ Անճարը ավելի ասկային միջավայր էր որ անցյալ դարյալ մենք ներկա եղանք այնտեղ եւ մեծապես գնահատելի է դերուն ժողովուրդը քյոաբեդրանի անձնագազմը եւ գուսակցական գազմագերբիչները որոնք ամեն չանք տապեն որ այդ հայկական փույնը կոյադևե զարկանա եւ բարգավաճի Պարոնակոբ, նաև պետք է անդրադառնանք Անճարում ձեր գրքի շնորհանդեսին, շատ խորհրդանշական էր, որ իհարկե Անճար շատ գրքեր էիք տարել, իսկապես սա նույնպես գնահատելի է ձեր մեկենասությամբ հրատարակած գրքերից, սակայն Անճարում տեղի ունեցավ ձեր խոսքերով գրված երկարանի շնորհանդեսը։ Անճարում արծվաբույն Անճարում տեղի ունեցավ խորհրդանշական է եւ իսկապես անչափ կարեւոր։
Այո, ինձ համար հոգեգան բավարարություն էր կրկնագիորեն, որ իմ գրած բանաստեղծությունները երգի վերածված են արդեն եւ գազմած էր քրքույկը, որ հիմա հանրության կպատկանի եւ պետք է դարածվի։ Առաջին բանաստեղծությունը, որ երգի վերածվեցավ, մայրս էր, երկրորդը ես քեզվի գուքամ։ Ուրեմն մայրական զգացումով մենք բոլորս հայերս պետք է վերադառնանք դեպի հայրենիք։ Այդ բանաստեղծության խոսքերը եւ իմաստը ад է, որ ի վերջո հայը պետք է վերադառնա իր հայրենիքը Հայաստան։ Եվ իհարկե բոլոր ձեռնարկների շարքում նաև կարևոր տեղ ուներ այցը Թռչնոց բույն։ Թշպախտաբար հայը անցյալի մեջ զանազան հալածանքներու սպանթի, թրքացման եւ որբացման ենթարկված է։ Քովելի եւ որ բրեզիկյանները, որուն անձնապես ջանցած եմ, նորոգած են այդ շենքը իշադակ իր հորը, որ պանոցի մեջ ալ դարիներ անցուցած է, եւ ադիգա վգա է բոլոր աշխարհին եւ հայության, որ թուրքը ինչ վայրակություն ըրած է, եւ ի վերջո իր նպատակը ад է բնաչնչել հայը, որբեսի դիրանա հայուն հայրենիքին։ Այդ հայը պետք է մոռնա եւ որ չաբալ խոսվի խաղաղության մասին, թուրքը եթե իր գործած ցեղասպանությունը չընդունի եւ հադուցում չգադարե, խաղաղություն չի կոյանար։ Եվ մեր զրույցի ավարտին, պարոն Հակոբ, քանի որ այսօր հնարավորություն ունենք ամբողջացնելու ձեր Լիբանան կատարած այցը, նաև շատ լավ հնարավորություն ունենք հերթական անգամ ողջունելու լիբանանահայությանը։ Լիբանանահայությունը չերմ գենսախինդ ժողովուրդ է, ամեն դժվարության մեջ ալ երգել, բարել եւ խնջուկներ կազմակերպել գիտե, միաժամանակ չի գործընծներ իր հայությունը, բայց գուսան որ լիբանանահայության մեկ ոտքը թրվի Հայաստանի մեջ եւ մյուս ոտքը Լիբանան մնա, որ եթե քաղաքական դժվարությունը լա հաստատվին Հայաստանի մեջ եւ ոչ թե աշխարհով մեկ ծրվին ամերիկաները, ավստրալիաները կամ եվրոպաները։ Շնորհակալություն պարոն Հակոբ, իսկապես կարևոր էր որ այսօր հնարավորություն ունեցանք ամբողջացնելու այցը եւ իհարկե վստահաբար ապագայում առաջիկայում հաջորդիվ նոր այցեր Լիբանան կլինեն, քանի որ սա այն կարևոր համայնքներից է, հայկական այն կարևոր շորաններից է, որտեղ հայկականությունը պահվում է եւ փոխանցվում է սերնդեսերունդ։ Այո, արդեն հայը Լիբանան, Սյուրիա, Եգիպտոս, Երուսաղեմ, Հունաստան, Գիբրոս սկսած է մասնագիորեն արմադանալ եւ մենք բարդավոր ենք այցելել այդ շրջանները եւ իրենց հիշեցնել, որ ծննդավայրը հայրենիք չի դառնար։ Ուստի այդ ծննդավայրի մեջ պետք է ապրիլ նպատակ ունենալով վերադառնալ Հայաստան։ Շնորհակալություն, բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր Հայաց Երևանից հայտագրում իմ զրուցակիցն էր բժիշկ գրող հրապարակախոս Հակոբ Այնթապյանը։ Մենք անդրադարձանք դոկտոր Այնթապյանի Լիբանան կատարած վերջերս Լիբանան կատարած այցին, ամբողջացրինք այցի ընթացքում տեղի ունեցած ձեռնարկները։ Հիշեցնեմ, որ հանդիպելու ենք հաջորդ չորեքշաբթի վանաձայնի եթերում, հաջողություն։ Նանգոց դարքի երթիս բացի
Namosarki ertix bazi, Kurontunce